Ձեռնադրման ծեսի ժամանակ աշխուղության հավակնող Նորեկ երաժիշտը պետք է պատասխաներ բոլոր հարցերին և դրանից հետո միայն իրավունք ձեռք կբերեր հարցեր ուղղելու իր մրցակցին։ Եվ եթե հաղթում էր Նորեկը, իսկ դա տեղի էր ունենում դժվարին երկարատև պայքարից հետո, նա արդեն արժանի էր մեծ արանքի, ինչն արտահայտվում էր արժեքավոր ավարին տիրանալով։ Դա պարտված աշուղի նվագարանն էր, որը խորհրդանշում էր մրցակցի անձը, նրա աշուղական կշիռը։ Show